Շնորհակալ եմ հրավերի համար, առիթը օգտագործելով ուզում եմ շնորհավորեմ մեր մամուլի հերոսական ներկայացուցիչներին, շատերին այստեղ տեսնում եմ եւ ուրախ եմ, որ մենք ունենք այսպիսի որակյալ կադրեր լրատվության ոլորտում, որոնք հնարավորություն են տալիս մեզ տեղեկանալ իրականությանը եւ նաեւ տեղեկացնել ձեր միջոցով իրականության մասին մեր հանրությանը։ Ես այսօր ընտրել եմ մի թեմա, որի մասին կարելի է խոսել ոչ թե ժամերով, այլ օրերով, որովհետև նյութը հսկայական է եւ 10 րոպեում տեղավորվելու համար ընդհանրապես կարող եմ ուրվագծել մի քանի կարևոր հարցեր։ Սկսած 2000 ոչ թե 18 թվականից, այլ հավանաբար 19 թվականից մեր երկրում քայլ առ քայլ, կաթիլ առ կաթիլ սկսեցին խոսքի ազատության սահմանափակման ուղղված մի ամբողջ իմ կարծիքով լավ համակարգված եւ կազմակերպված միջոցառումների շարք։ Այն ընդգրկում էր երկու ուղղություն, այսպես պայմանական կարելի է ասել, առաջինը օրենսդրական, կամաց-կամաց սկսեցին միահեծան ձևով ընդունվել օրենքներ, դրանք շատ քիչ էին քննարկվում ազգային ժողովում, որտեղ ազգային ժողովում թե ներկայիս թե նախորդ գումարման ազգային ժողովներում մեկ կոնկրետ քաղաքական ուժ ուներ բացարձակ մեծամասնություն, ցանկացած օրենք կարող էր ընդունել, այդ թվում սահմանադրական օրենքներ եւ եթե սկզբնական շրջանում դեռ որոշ քննարկումներ ամեն դեպքում իրականացվում էր, որոշ դեպքերում ընդդիմությունը կարող էր ինչ-որ բան փոխել 19-20 թվականի սկիզբ այդ շրջանում, ապա դրանից հետո անգամ այդ ձևականությունները չէին իրականացվում, սա ուզում եմ հատուկ ընդգծել հաշվի առնելով այն, որ մեր խորագիրը հետ ժողովրդավարությանն է վերաբերում, ժողովրդավարությունը նաև վերաբերում է փոքրամասնությունների ձայնը լսելու, քաղաքական առաջին հերթին։ Եվ ես օրինակ հիշում եմ միայն մեկ օրենքի քննարկում, որ բավական ծավալուն եղավ եւ նաև խորհուրդ եմ տալիս բոլորին լսել այդ քննարկումը, որպեսզի 2020-2026 թվականի տարբերությունները տեսնենք, խոսքը վերաբերում էր քրեական օրենսգրքում բռնության արդարացման վերաբերյալ օրենսդրության այդ մեկ հոդվածի ներառմանը, որը իսկապես բավական ծավալուն ու հետաքրքիր քննարկում տեղի ունեցավ այդ օրենքի հետ կապված ազգային ժողովում, դրանից հետո ընդունվեցին բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ, թե քրեական օրենսգրքում, թե քաղաքացիական օրենսգրքում, որոնք վերաբերում էին քայլ առ քայլ փոքր խոսքի ազատության սահմանափակմանը։ Այո, կարելի է առարկել, որ դրանց նման օրենքներ տվյալ շրջանում նաև որոշ եվրոպական երկրներում են ընդունվել, բայց շատ ավելի կարևորը երկրորդ ուղղությունը, ոչ թե օրենսդրական, այլ իրավակիրառական ուղղությունը, որտեղ որ ամենամեծ խնդիրներն են։ Նույնիսկ այն օրենքը, որը մենք ունեցանք ընդամենը 10 ամիս 2021 թվականից մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը դա ծանր վիրավորանքի քրեականացումն էր, այն աստիճան ակնհայտ էր պրակտիկայում այդ օրենքի կիրառման խտրական բնույթը, որ նույնիսկ եվրոպական գործընկերները թե բացահայտ, թե ավելի շատ ոչ բացահայտ ձևով իրենց լուրջ քննադատություններով նպաստեցին, որպեսզի այդ օրենքը հանվի մեր քրեական օրենսգրքից։ Բայց ինչն է հետաքրքիրը եւ ինչն է զավեշտը, իդեպ թվերը նրա մասին են խոսում, որ ծանր վիրավորանքի համար հարյուրավոր քրեական հետապնդումներից ես կոնկրետ թվեր եմ ասում 90%-ից ավելը վերաբերում էին Նիկոլ Փաշինյանին եւ մոտավորապես 95%-ը վերաբերում էր ԿՊԱ-ականներին, այսինքն 90% մոտավորապես Նիկոլ Փաշինյան, 5%-ը այլ ԿՊԱ-ականներ։ Եվ այս պայմաններում շնորհակալ ենք, սա ուզում եմ արձանագրել, որ եվրոպական կառույցները այստեղ իրենց գործընկերային գործառույթը կարծում եմ իրականացրեցին եւ նպաստ ունեցան, որպեսզի այս խայտառակ օրենքը մեր օրենսդրությունից 2022 թվականի հուլիսի 1-ից դադարեցվի, բայց ես ուզում եմ տեղեկացնել մեր հարգելի գործընկերներին, որ այս առաջի հայացքից դրական փոփոխությունը ունեցավ բացասական հետևանքներ, որովհետեւ այս իշխանությունները չդադարեցին ազատ խոսքի համար, կոշտ քննադատությունների համար, քաղաքական ընդդիմախոսներին քրեական օրենսգրքով պատժելու պրակտիկայից, բայց ցեցին օգտագործել այլ հոդվածներ։ Հետաքրքիրն այն է, որ այդ հոդվածների թվում առաջի տեղը ունի մի հանցակազմ, որը կոչվում է խուլիգանություն։ Անկեղծ ասած իմ համար մի քիչ տարօրինակ էր
իմանալը, որ խուլիգանություն կոչվող հանցակազմը, եւ մենք ուսանողական լսարանից ենք հիշում, որ այն բխում է մի կոնկրետ անձի, հուլիգան անունով անձի վարքագծից, որը բրիտանական քաղաքացի էր, իմ համար շոկային էր պարզել, որ խուլիգանություն հանցակազմը դա համենևին արևմտյան, այսպես ներդրում չի, այլ սովետական երևույթ է։ Առաջի անգամ մուտք է գործել 1922 թվականի օրենսդրությամբ։ Եվ զավեշտն այն է, որ խուլիգանության հանցակազմն է, այս սովետական, տիպիկ սովետական, բոլշևիկյան, նույնիսկ բոլշևիկյան շրջանում ծնված հանցակազմն է, որ այսօր մեր իշխանությունները օգտագործում են ընդդիմադիր խոսքի դեմ։ Քանի որ ժամանակը քիչ է, ես մեկ կոնկրետ օրինակով եմ ուզում ցույց տալ, թե ինչպես է այն կիրառվում, շատ բնորոշ օրինակ է, որտեղ վերաբերում է 2024 թվականի մարտին եւ 2025 թվականի նոյեմբերին նույնանման իրավիճակներում այս հանցակազմի կիրառմանը քաղաքական խոսք ասող մարդկանց նկատմամբ, այսպես այս տերմինը պետք է կիրառենք արդեն բավական տարածված տերմին է փոդքասթերների նկատմամբ, որոնք քաղաքական, մաքուր քաղաքական բովանդակությամբ հաղորդում են վայրում, Տիկին Սեյրանյանը շատ լավ գիտի, որտեղ նաև իր գործառույթների շրջանակներում ակտիվորեն զբաղվել է այս հարցի բարձրաձայնմամբ, Իմ Նեմնիմի կոչվող փոդքասթի երկու վարողների նկատմամբ քրեական հետապնդման մասով։ Սա դասագրքային օրինակ կարող է համարվել, որովհետև ցույց է տալիս այն թե վարքագիծը իշխող քաղաքական ուժի, ես իրավապահներին չեմ վերագրում, այլ իշխող քաղաքական ուժին եմ վերագրում, եւ թե ինչպես է փոխվել այս վարքագիծը, ինչպես է եվրոպական մարմինների լռությունը եւ այստեղ շատ ճիշտ բառը hypocrisy բառն է, այս երևույթը, որ այստեղ գրված է, դրա պատճառով շատ ավելի լուրջ այսպես հետևանքներ ունեցել մարդկանց վրա։ 2024 թվականի եւ 2025 թվականի նոյեմբեր։ Եվ այսպես 2024 թվականին մարդկանց ձերբակալում են 2 ամսով խուլիգանության մեղադրանքով։ Այն բանի համար, որ նրանք կոշտ բառապաշար են օգտագործել իրենց հաղորդումների ընթացքում։ Հայհոյանքներ են օգտագործել իրենց հաղորդումների ընթացքում։ Իրականացվում է կալանքի քննություն, կալանք է տրվում երկուսին էլ, հետո գործը մտնում է դատարան, 2 ամիս անցկացնում են բանտում, որից հետո նրանց նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվում, որոշակի ժամանակ արգելվում է խոսքի ազատության որոշակի դրսևորում վարելու համապատասխան հաղորդումը, հետո դատարանը կայացնում է արդարացման դատական ակտ։ Խոսքը վերաբերում է 2024-25 թվականներին։ Նորից կգնեմ մարտ, մինչև դատավարությունը 2025 թվականին ավարտվեց։ Հիմա հռետորական հարց, մարդ, որ ինչ-որ մի արարքի կապակցությամբ ունի արդարացման դատական ակտ, թեկուզ օրինական ուժի մեջ չմտած, իրավունք ունի ակնկալել, որ այդ արարքը չի համարվում հանցավոր։ Նորից ասեմ, սա նոր դրսևորում էր խուլիգանության հանցակազմի մասով։ Երբ խուլիգանության հանցակազմը համացանցի այսպես դեպքերի վրա էր տարածվում, այլ ոչ թե իրական իրականության, ինչպես մենք սովորաբար ասում ենք։ Բայց արի ու տես շատ ավելի մեղմ բառապաշարի պայմաններում, երբ որ հաղորդման սկզբում այդ disclaimer-ը շատ հստակ ներկայացնում է, որ հնարավոր է այստեղ ոչ նորմատիվային բառապաշար ընչի։ Մեր հաղորդումը քաղաքական է։ Քաղաքական հաղորդումները երբեմն որոշ հարցերի քննարկման ժամանակ կորստություն են ենթադրում եւ այլն, լրիվ նույն չէ, շատ ավելի մեղմ խոսքի համար 2025 թվականի նոյեմբերին նորից տեղի ունեցավ ձերբակալում։ Բայց այս անգամ արդեն առաջին դիմակավորված ԱԱԾ-ականների, ԱԱԾ, պատկերացրեք, ազգային անվտանգության հարց է պաստորեն սա դարձել։ ԱԱԾ-ականների կողմից երկրորդ մտան տղաների տներ առավոտյան, երրորդ խուզարկություն իրականացրեցին, չորրորդ մտան եւ տվյալ ուրեմն լրատվական մեդիա կազմակերպության ամբողջ գույքը տարան, այդ թվում միկրոֆոնները։ Խոսքը վերաբերում է արդեն 2025 թվականին եւ էլի տղաները հայտնվեցին ճաղերի հետևում։ Հետո շատ երկար օրեր անցան, ուղղակի ուզում եմ ասել, որ տեխնիկայի հիմնական մասը վերադարձվել է ընդամենը օրեր առաջ, 2025 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի ապրիլի վերջ եղել է քննչական մարմնի տիրապետության ներքո։ Տղաները ավելի երկար նստեցին առանձնատության ներքո, հիմա էլ նրանց արգելված է ոչ թե իրենց հաղորդումը վարել ինչպես 2024-ները, առհասարակ որևէ հրապարակային խոսք ասել, գրավոր թե բանավոր։
Սա ցույց է տալի միայն այս օրինակը ցույց է տալի խուլիգանության հանցակազմի չարաշահումը եւ նաեւ վիճակի վատթարացումը այս երևույթի պատճառով, այս հիփոկրիսիի պատճառով, որ դրա մասին չի խոսվում եւ չի քննադատվում, այս ակնհայտ եւ ցցուն օրինակ է։ Ուղղակի ուզում եմ ասել, որ խուլիգանության հանցակազմը, որ չթվա, որ սա այսպես բացառիկ օրինակ է, շատ մեծ սպեկտր է ընդգրկում կիրառումների։ Սկսած ավտոբուսում իշխանական պատգամավորին կոշտ քննադատող սովորական շարքային քաղաքացուց, որին խուլիգանության մեղադրանք ներկայացվեց, անձը դատապարտվեց, վերջացրած եկեղեցում խաղաղ աղոթող 18-ամյա տղայի դեպքով, որին խանգարել էր վարչապետը իր անվտանգության աշխատակիցներով, երբ մտել էին ներս արարողության խորհրդակատարության կեսից։ Վերջում ուզում եմ մի զավեշտալի իրավիճակը պատկերացնենք, տեսեք, չեմ կարող այս հարցը չասել, որտեղ համակցված է, մենք եվրոպական, մեր երկրում իրականացվում է կարևորագույն եվրոպական միջոցառում, մենք դեպի Եվրոպա ենք փորձում գնալ, բայց մեր երկրի ղեկավարը իր կրծքին կրում է մի քարտեզի ուրվագիծ, որը Ստալինի կողմից է գծված եղել եւ օգտագործում է մի հանցակազմ, որը առաջին սերնդի բոլշևիկների կողմից է մտել քրեական օրենսդրություն եւ հիմա էլ միայն սովետական, պոստսովետական երկրներում է, որոշ երկրներում է կիրառվում։ Սա է իրականությունը, 10 րոպեն ավարտվեց եւ շնորհակալություն եմ հայտնում այս կարևոր միջոցառումը կազմակերպելու համար, մաղթում եմ բոլորին արդյունավետ աշխատանք։ Շնորհակալություն։